Փաշինյանը կարող է իրական խաղաղություն բերել։ Կծիծաղամ այդ բառի վրա։ Ինչի՞։ Որովհետև սուտ է դա։ Տանուլ կտա ամբողջ Հայաստանը։ Չի կարա բերի։ Ոչ, Ինչու՞։ ոչ, որովհետև մենք թույլ ենք այս բանը, զենք չունենք։ Ուժեղը մենակ կարող է խաղաղություն ձեռք բերի։ Ոչ։ Ինչի՞։ Խաղաղություն չկարող ունեք դուք հետ, որ ամբողջ կյանքը մեզ կոտորել է։ Ոնց կարես խաղաղություն ստեղծես կամ ընկալես, որ խաղաղություն կարող է լինի։ Ոնց։ Ոչ մեկը չի կարող պատասխանել։ Փորձում է, բայց տեսնենք կստացվի։ Որտեղ մի քիչ բան է, էլի։ Եթե կամքից մարդ ուժեղ չի լինում իրական խաղաղության մասին խոսել է, ոնց է դա, ճիշտ է դա առնում։ Չեմ կարող։ Ինչի՞։ Դե արդեն խորան։ Որտեղ խաղաղությունը հենց խաղաղությունը ինքնիսիկյան չի գալիս։ Խաղաղությունը գալիս այն ժողովրդի համախմբվածությունից։ Դե անացելով հա։ Իսկ ձեր մտածելով։ Մտածելով չէ։ Իմ կարծիքով, եթե խաղաղությունն է, բալաներից չէին տանի կոտորեն ջիգը։ Չէ երևի։ Որտե թույլ է ինքը։ Ոչ, Ինչու՞։ ինչ կարամ ասեմ, ասեք աչքի տեսած շամախինում։ Ես կարամ ասեմ, եթե քաղաքական գործես հերու եմ։ Դժվար հարց է, բայց ինքը չի բերելու խաղաղությունը պետք է բանը բերի։ Իր այդ մարվեն հարցերը վերլուծվի։ Մենակ Փաշինյանով հարցը չի լուծում։ Պետք է խոսք կան բանի հետ, Ադրբեջանի ղեկավարի հետ, Թուրքիայի հետ, պետք է կարեն լեզու ճարեն իր այդ որպեսզի երկիրը խաղաղ լինի։ Նա կարող է խաղաղություն բերել։ Ըստ ձեզ։ Դա հարց է, էլի չեմ կարող արտահայտեմ այդ միտքը։ Հիմա այսքան պատերազմ եղավ իր օրոք թեկուզ։ Ինքը ինչ խաղաղություն բերեց։ Ինքը միայն սահմանի կորուստներ տվեց։ Այդ 5000 հոգին որ զոհվեցին, ինչքան ունենք մենք Բաքվի բանդերում։ Բացի այդ էլ այսքան էլ սահման կորցրեցինք, միջև հիմա հələ նրանք սահման են ուզում։ Այն որ ինքը հանձնում արագ, ընկնում է, հա, դե ստորագրենք, հողը տանք, մենակ թե կռիվ չլինի։ Խաղաղությունը պարտվելով չեն բերում, խաղաղությունը հաղթանակով են հաստատում։